Վիրտուալ իրականության շնորհիվ կարող եք տեղափոխվել արհեստականորեն ստեղծված աշխարհ, առաջացնելով ներկայության տեսողական էֆեկտ, սակայն լիարժեք շոշափողական զգացողության համար դեռևս մի քանի տարի է հարկավոր։ Որոշ օբյեկտներ, ինչպես հատակը, պատերը եւ կահույքը, կարող են համապատասխանեցվել վիրտուալ աշխարհին։ Գտնվելով այս անդեմ սենյակում, վիրտուալ իրականության ակնոցներով եւ ականջակալներով զինված այցելուները մասնակցում են 19-րդ դարի արդի տեխնոլոգիաների ցուցահանդեսում։ Իմ կարծիքով հետաքրքիր կլիներ կրկին այցելել այն ցուցահանդեսը, որտեղ կարելի է ասել ծնունդ են առել պատկերների վրա հիմնված տեխնոլոգիաները, ինչից էլ զարգացել են ներկայիս տեխնոլոգիաները։ Իրական ցուցահանդեսը կայացել է 1839 թվականին Բիրմինգհեմում, ներկայացնելով որոշ առավել վաղ տպագրանկարներ, որոնք այսօր անճանաչելիորեն խունացել են, սակայն գիտնականներին հաջողվել է դրանք վերականգնել։ Մեր ձեռքի տակ ունեինք ընդամենը մի քանի գրառումներ, որոշ նամակներ եւ ցուցանմուշների ցանկը։ Որոշակի շարժումների միջոցով այցելուները կարող են մոտեցնել եւ ավելի մանրամասն զննել լուսանկարները։ Այցելուները միմյանց տեսնում են սպիտակ ուրվականների տեսքով, խուսափելով պատահական բախումից։ Արվեստագետին հաջողվել է նաև վերարտադրել ձայնային միջավայրը, այդ թվում տեխնոլոգիական զարգացումների դեմ ցուցահանդեսների գոչյունները, պատուհաններ կոտրելու ձայները եւ նույնիսկ բուխարուց տարածվող ջերմությունը։ Այս մտահղացման շնորհիվ այսօր ականատես ենք իրական եւ արդիական պատմության։ Հատկանշական է ընտրված տարին, որը թերևս լուսանկարչական ցուցահանդեսի սկիզբն է, սակայն հաշվի առնելով, թե ինչ ազդեցություն է ունեցել արվեստի աշխարհի վրա, կարելի է ասել իմպրեսիոնիզմի սկիզբն է։ Ըստ արվեստագետների վիրտուալ իրականության տեխնոլոգիան անսահման հնարավորություններ է բացում վայելելու արվեստի վաղեմի կորսված կամ անհասանելի ստեղծագործությունները։